Ես մի հարց կա, որը որ շատ ինչ-որ մի մասով է առնչվում, խնդիրը ինչու՞ն է, երբ որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն համակարգը հետ է բերում տարածք կամ շենք շինություն, շատ ժամանակ ասվում է, որ դրա գումարը X-ից X պլյուս ասվում է, օրինակ վերցնենք պայմանական 10 միլիոնից 14 միլիոն է։ Հետո երբ որ Հայաստանի Հանրապետությունում ուզում են շուկայականով դա վաճառեն, արդեն 14 միլիոնը հնչեցված է, բոլորը վախենում են, որ շուկայականով դրա գինը կարող է 12-ը։ Իհարկե ասված է շուկայական գինը 10-ից 14 միլիոն։ Կուզեմ տեղել ուշադրություն դարձնեք, որտեղ պետությունը շատ է կուտակում շենք շինություններ, լավ կլինի, որ դրանցից արագ դրանք իրացվեն, որ գնան գեներացվեն, սկսեն հարկ վճարել, սկսեն գույքահարկ վճարել, սկսել բիզնես գործունեություն ծավալեն, ավելացած արժեքի հարկ վճարեն, աշխատավարձ տան։ Ես ուղղակի ուզում եմ հնչի, որ մնացած մեր գերատեսչությունները նույնպես այդ ուշադրություն դարձնեն այդ գումարները հնչեցնելուց հետո դրա իրական շուկայական արժեքի վերադառնան, սկսեն այդ ձևով մտածել եւ այդ ձևով գործել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանք, եթե կուզեք, շնորհակալ եմ պարոն Սուքիասյան։ Մենք իհարկե այս հարցը մեր պետգույքի կառավարման կոմիտեի գործընկերների հետ կքննարկենք եւ ուզում եմ նաեւ նշել, որ հիմա մենք արտադրության նախարարությունում ներկայումս ուսումնասիրում ենք միջազգային լավագույն փորձը կապված հետ բերված ակտիվների ճիշտ կառավարման կառուցակարգերի հետ։ Օրինակ կան երկրներ, որտեղ հատուկ դրա համար ստեղծվում են մարմիններ, կենտրոններ եւ ուղղություններ են սահմանված, ինչ ուղղություններով այդ գույքերը պետք է իրացվեն կամ օգտագործվեն հանրօգուտ կամ այլ նպատակներով, որպեսզի այն հանրային օգուտը, որը դրված է եղել այդ գույքերը հետ վերցնելու նպատակի ներքո, ճիշտ կիրառվի։ Հետագայում կարծում եմ, այո, այդ հարցը մենք կշարունակենք ուշադրության տակ պահել, բայց ուզում եմ նաեւ հավաստիացնել, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ անում ենք։ Ունեք արձագանք, համաձայն։ Շատ շնորհակալ եմ, ուշադրության կենտրոնում պահեք, շատ ապրեք, որ այդ ձևով այդ ամեն ինչը դուք նույնպես տիրապետում եք եւ հասկացել եք եւ քննարկել եք։ Շնորհակալություն։ Կարևոր հարց եմ համարում։ Շնորհակալ